Պարոն Օհանյան, երեկվա ձեր կողմից, ձեր խմբակցության կողմից նիստին չմասնակցել է շարժման առարկա դարձավ, ասում են, որ խմբակցությունը վախեցել է մասնակցել նիստին վեճից հետո, նաև Վահագն Ալեքսանյանն ասում էր, որ Լևոն Քոչարյանը սարսափում է գալ խորհրդարան, ինչու նման որոշում կայացրեցիք եւ շարժման առիթ տվեցիք եւ բացի այդ քիչ առաջ Բաբկեն Թունյանն ասում էր, որ 4 տարվա ընթացքում 1.5 միլիարդ դրամ եք ստացել աշխատավարձ եւ որն է այդ արդյունավետությունը, ինչու հաշվետվություն չի ներկայացվում։ Նաև այս հանգամանքին անդրադառնալով։ Նիստին չմասնակցելը մեր որոշումն է, բայց դրա հիմքում այն չէ, որ մենք վախեցել ենք, նույնիսկ հարց ու պատասխանի ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը սադրեց իրականությունը, եւ ես տեղից պատասխանեցի, որ դուք պետք է առաջին հերթին հայտնվեք ԱԱԾ պատվալներում, որից հետո ես նաեւ դիմեցի Ալեն Սիմոնյանին, որպեսզի խոսափողը ինձ տրամադրի ներկա իրավիճակը գնահատելու համար, քանի որ խոսափողը ինքը չտրամադրեց առանց վախենալու, ես ինքս մենակ մոտեցա եւ Նիկոլ Փաշինյանին ասացի այն, ինչ որ ցանկանում է ասել, որ ինքն է սադրել այդ իրականությունը, այնպես որ թող որևիցե մեկը այստեղ ազգային ժողովում ելնելով իրենց այդ քանակությունից ինչ որ տղայական վիճակ, տղայական տրամադրություն չստեղծի, ոչ ոք չի վախենում։ Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, մենք ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս աշխատել ենք այս տարիների ընթացքում բավականին մեծ քանակությամբ նախաձեռնություններ են եղել, մանավանդ վերաբերող անվտանգության, Արցախի հարցով նրանք մերժել են, եղել են նախաձեռնություններ, որ ընդունվել է, այդ Բաբկեն Թունյանը ընդ որում ես հաշվում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այսպես նորմալ մարդկանցից մեկն է, ինքը պետք է պատասխան տա, ինչու են, ասենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները, պետական ամբողջ ապարատը ստանում աշխատավարձ կամ ստանում պարգևավճարներ, երբ որ երկիրը հասել է այս վիճակի։ Բաբկեն Թունյանը նաև հարց բարձրացրեց ռազմաարդյունաբերության վերաբերյալ, ռազմաարդյունաբերության երեկվա նախաձեռնությունը կարելի ասել, որ որոշակի առումով տեխնիկական նախաձեռնություն էր, բայց ԲՏԱ նախարարի այսպես առաջարկով մենք մոտ 2 ամիս առաջ մենք մասնակցել ենք մի քանի ռազմական արդյունաբերության կազմակերպությունների ուսումնասիրությանը, այդ հարցը քննարկվել է մեր ներկայությամբ, այդ հարցին նաև մենք մեր հավանությունն ենք տվել, որովհետև տեխնիկական հարց է, որը վերաբերում է ռազմական արդյունաբերության կազմակերպությունների գործունեությանը, հատկապես փորձարկման ժամանակահատվածում պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ ինչ որ տեխնիկական, այլ նյութատեխնիկական միջոցներ ձեռք բերելու։ Մեկ հարց էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթ։ Նրա խոսքով զորակոչի ենթակա երիտասարդների մոտ 30-ից 40%-ն է անցնում պարտադիր զինվորական ծառայության, մնացածները տարբեր պատճառներով ազատվում են, ուսման վարձի հետ կապված ուսման նպատակով արտերկիր են մեկնում, առողջական խնդիրների պատճառով եւ այլն։ Ինչ կարծիք ունեք այս փոփոխությունների վերաբերյալ, ըստ էության առաջարկում է գումարի դիմաց նաև ազատվել զինվորական ծառայությունից եւ այնտեղ գումարի այս առումով դուք ինչ խնդիրներ եք տեսնում եւ այս փոփոխությունները արդյոք բերելու է նրան, որ երիտասարդների ավելի մեծ թիվը պարտադիր զինվորական ծառայություն։ Տեսեք, եթե նախկին նախաձեռնությունը, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվողներին եւ խուսափողներին, ովքեր որ կարող էին գումար հատկացնել եւ իրենց ծառայությունը շարունակել զինված ուժերում համապատասխան ժամանակահատվածով եւ համապատասխան պայմաններով եւ գումարային չափով, եթե դա նույնիսկ կարելի է ասել ինչ որ մի ձև ընդունելի, բայց բանակից այն պայմաններում, երբ որ մեր սահմանադրությամբ նշված է, որ յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է ունենա մեր երկրի պաշտպանությանը, իսկ 18 տարեկանները բոլորը պետք է ծառայեն զինված ուժերում, դա իմ կողմից անընդունելի է
եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անկախ մարդկանց հասարակական իրավիճակից, իրենց ունեցած հարստությունից, ունեցվածքից բոլորը պետք է մասնակցեն մեր երկրի պաշտպանությանը։ Համենայն դեպս այդ նախագիծը մենք դեռևս չենք քննարկել, բայց ծառայության համար երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը մասնակցելու համար հավասար պայմաններ պետք է լինեն եւ անկախ իրենց կարգավիճակից սոցիալական բոլորը պետք է իրենց այսպես արժեվ դրած հայրենիքի պաշտպանության խնդիրը իրականացնեն, որովհետեւ մանավանդ այս իրավիճակում եւ երկիրը բավականին լուրջ անվտանգային խնդիրներ ունի, որը կախված է նաեւ տարածաշրջանային զարգացումներից եւ տարածաշրջանում գտնվող մեր հարևանների նկրտումներից, նպատակներից յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունը հավասարաչափ ունենա երկրի պաշտպանությանը։ Ես կարծում եմ, որ այստեղ տեղին է Նժդեհի խոսքերն ասել, որ կորցված է այն երկրի ապագան, որի զավակները օրենքի եւ մահվան առջեւ հավասար չեն։ Պարոն Օհանյան, ըստ էության միշտ քննադատվել է, որ նախկինների օրոք, այդ թվում նաև ձեր կառավարման ժամանակ գումարի դիմաց կարողանում են բանակից ազատվել։ Հիմա ըստ էության օրինականացվում է այս ամեն ինչը։ Դուք ինչպես եք դիտարկում այս ցանկը։ Կարծում եմ, որ փոխանակ խստացնենք ծառայության նկատմամբ պահանջները ավելի բարձր լինեն եւ ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարվեն նախազորակոչային տարիքում բոլոր ուղղություններով եւ ուսման հետ կապված եւ առողջական եւ արդարության ամրապնդման հետ կապված հարցերում մենք գնում ենք այսպես թուլությունների նախկինում էլ ներկայում էլ թերություններ միշտ եղել են, բայց նախկինում մենք մշտապես այսպես միջոցառումներ ենք ձեռնարկել, որպեսզի զորակոչի ընթացքում հավասար պայմաններ ստեղծվի։ Ուզում եմ տեղեկացնել, որ օրինակ վիճակահանության գաղափարը այն ժամանակ եղել է ամենաառաջնային գաղափարներից մեկը, որտեղ որ վիճակահանությամբ կարող են գնալ եւ ծառայության եւ տարբեր ոլորտներում, հատկապես օրինակ հրամանատարական, սերժանտական կազմի ընտրության մեջ հավասար պայմաններ լինեն։